Ողջույն, սիրելի ուսուցիչներ, դասախոսներ և կրթության ոլորտի գործընկերներ։ Բոլորս էլ գիտենք, թե ինչ է նշանակում 6-7 ժամ դասավանդելուց հետո տուն գալ և դեռ մի քանի ժամ էլ ծախսել հաշվետվություններ, դասի պլաններ կամ մեթոդական նյութեր մուտքագրելու վրա։ Մենք գիտենք, որ ուսուցչի համար ժամանակը ամենաթանկ ռեսուրսն է, իսկ մատներով տասնյակ էջեր հավաքելը ամենահոգնեցուցիչ ու ձանձրալի աշխատանքն է։ Այսօր ես ձեզ ցույց կտամ մի հայկական հրաշք գործիք, որը կփոխի ձեր աշխատանքային առօրյան։ Դա high speech գործիքն է, այն պարզապես ծրագիր չէ, այն արհեստական բնականությամբ աշխատող թվային օգնական է, որը ձեր բանավոր խոսքը վայրկյանների ընթացքում վերածում է գրակետ, կետադրված և մաքուր հայերեն տեքստի։ Այլևս պետք չէ ժամերով նստել ստեղնաշարի առջև և լարել աչքերը։ Դուք ուղղակի խոսում եք, պատմում եք ձեր մտքերը, ձայնագրում դասի բովանդակությունը կամ թելադրում հաշվետվությունը, իսկ AI-ը մեծ ճշգրտությամբ գրում է ձեր փոխարեն։ Ամենակարևորը, այն անվճար է այս պահին, հասանելի է և համակարգչով, և հավելվածի տեսքով, ինչը նշանակում է, որ ձեր օգնականը միշտ ձեր գրպանում է, թե դպրոցում, թե տանը, թե ճանապարհին։ Դե ինչ, եկեք էկրանը կիսեմ և միասին տեսնենք, թե ինչպես է այս հրաշալի գործիքը աշխատում և ինչպես կարող է այն օգնել ձեզ առօրյա գործընթացները ավելի արդյունավետ կազմակերպելու համար։ Գնացինք։ Դե ինչ, ես արդեն բացել եմ գործիքի էջը highspeech.ai։ Եթե առաջին անգամ եք օգտվում գործիքից, բնականաբար անհրաժեշտ է ստեղծել ձեր անձնական հաշիվը, որպեսզի հետագայում նույն մուտքի տվյալներով կարողանաք մուտք գործել։ Սեղմում ենք ստեղծել նոր հաշիվ կոճակին, որից հետո պետք է գրենք մեր էլեկտրոնային հասցեն, գաղտնաբառը, որը միշտ կհիշենք այս կայք մուտք գործելու ընթացքում, և սեղմում ենք գրանցվել կոճակին, և ավտոմատ կայքը մեր էլեկտրոնային հասցեին ուղարկում է գաղտնաբառ 6 նշանոց հաստատման կոդ, ավելի ճիշտ, որպեսզի մենք կոդը մուտքագրենք և կարողանանք առաջ շարժվել։ Հիմա կմուտքագրենք։ Սպասում ենք հաստատմանը։ Այս պահի դրությամբ մենք արդեն մուտք ենք գործել highspeech.ai։ Այստեղ վերևում էլ ցուցադրվում է, որ հավելվածները ևս հասանելի են, այսինքն դուք հեռախոսի մեջ iOS և Android տարբերակներում էլ կարող եք ներբեռնել highspeech.ai հավելվածը և ավելի պրակտիկ, հեշտ օգտագործել։ Highspeech գործիքը շատ հեշտ է օգտագործվում, մենք պարզապես խոսում ենք և ինքը մեր խոսքը վեր է ածում տեքստի։ Այստեղ ուշադրությանն եմ հրավիրում ձեր միկրոֆոնի կարգավորումները, որպեսզի համակարգիչը ձեզ կարողանա լսել։ Highspeech.ai բառակապակցության կողքը բանալու նշաններ ենք տեսնում վերևի ձախ անկյունում, այս մասում։ Սեղմում ենք բանալու նշանի վրա, որպեսզի համոզված լինենք, որ մեր կարգավորումները ճիշտ են տված միկրոֆոնի և միկրոֆոնը մեզ կկարողանա լսել, որից հետո արդեն կարող ենք ձևակերպել մեր խոսքը։ Սեղմում ենք մեջտեղի կարմիր կոճակին և սկսում ենք խոսել։ Եկեք փորձենք միասին։ Հիմա այստեղ նորից մեզ հարցնում է միկրոֆոնի կարգավորումների մասին, նշում ենք, որ միշտ թույլատրել կայքը մուտք գործելուց, առաջին կոճակին ենք սեղմում, որպեսզի ամեն անգամ չհարցնի։ Հիմա եկեք չեղարկեմ։ Տեսեք, երբ արդեն մեկ անգամ կարգավորում ենք տալիս, մեզ մոտ միշտ երևում է, որ միկրոֆոնը միացված է։ Հիմա ես կմիացնեմ այս կարմիր կոճակը, կխոսենք և կտեսնենք, թե ոնց է վայրկյանների ընթացքում իմ խոսքը վերածվում տեքստի։
Ողջույն, մենք իրականացնում ենք արհեստական բանականության եռօրյա և մեկամսյա դասընթացներ ուսուցիչների համար, որի ընթացքում սովորեցնում ենք, թե ինչպես կարող ենք դասընթացները դարձնել ավելի նորարար և արդյունավետ, կրճատելով ուսուցչի աշխատաժամանակը։ Ես իմ խոսքը ասացի, նորից կարմիր կոճակին սեղմեցի ու տեսեք ինքը ինչպես է անմիջապես աջ մասում իմ խոսքը վերծանել, ընդ որում ճիշտ կետադրելով։ Կարող ենք, եթե ամեն դեպքում ինչ որ սխալ ենք տեսնում կամ կետադրական կամ տառի, մենք կարող ենք այստեղ փոփոխություններ ավելացնել կամ գուցե հենց ուզում ենք ինչ-որ բան ավելացնել, որը մոռացել էինք, այստեղ ավելացրեք և կպահպանվի։ Կարող եք ընդգծել և պատճենել կամ էլ այս ներքևում աջ անկյունում հենց պատճենելու կոճակը կա, սեղմեք, պատճենեք և արդեն ձեր տեքստը կարող եք օգտագործել։ Ընդ որում նշեմ, որ ինչքան անգամ դուք ուզենաք խոսել, օգտագործել, իրար տակ այս զրուցարանում ձեր բոլոր զրույցները կպահպանվեն։ Օրինակ, մի անգամ էլ կարող ենք բացել, ողջույն, հրավիրում ենք ձեզ արհեստական բանականության դասընթացների։ Տեսնում եք, էլի ինքը վերծանել է իմ խոսքը, ընդ որում իրար հետևից այսպես տեղադրվելու են ձեր զրուցարանները։ Այս մի շատ հրաշալի գործիք է, ես իմ կյանքը առանց այս գործիքի չեմ պատկերացնում, մշտապես թե AI գործիքներից օգտվելով, թե մեր զրուցարաններում կոմունիկացիան պահելու ընթացքում ես օգտագործում եմ, որովհետև այն հնարավորություն է տալիս մի քանի րոպե տպելու փոխարեն տվյալ նյութը մի քանի վայրկյանում ստանալ։ Եթե դուք արդեն իսկ ունեք MP3 ֆայլ, MP3 ֆայլ, որը ձայնագրության տեսքով է և ցանկանում եք այն վերածել տեքստի, էլի կարող եք անել դա, սեղմում ենք վերբեռնել կոճակին և մենք կարող ենք այստեղից ընտրել մեր ձայնագրությունը, որը ունենք, և ինքը րոպեների ընթացքում, չէ, ավելի ճիշտ վայրկյանների ընթացքում, տեսեք 1 րոպեանոց տեսաձայնագրությունը վերածեց տեքստի։ Իրականում սա հրաշալի է և ես շատ եմ սիրում այս գործիքի ֆունկցիոնալությունը։ Բացի դրանից մենք կարող ենք նաև ընտրել տեսանյութ, որի համար ցանկանում ենք պատրաստել ենթագրեր և ինքը կպատրաստի ենթագիրը մեզ համար։ Դրա համար անհրաժեշտ է ընտրել տեսանյութը և ինքը մեզ հարցնում է սղագրեմ, թե ենթագրեմ։ Սեղմում ենք ավելացնել ենթագրեր և ինքը մեր տեսանյութին կավելացնի ենթագրեր, այն է սուբտիտրեր կոչվածը։ Գրեթե ավարտվում է։ Տեսեք, ինքը սուբտիտրերը դրել է, մենք կարող ենք գույնը, տեքստը, ամեն ինչը փոխել, հարմարեցնել մեր բրենդի գույնին, մեր նախասիրություններին, իրականում ինձ մոտ 2 սուբտիտրեր ստացվեց, որովհետև այս վերևինը ես արդեն իսկ տեղադրել էի սուբտիտրեր և նորից այդ նույն վիդեոն քաշեցի այստեղ, այս ներքևինը high speech-ինն է, որը մենք կարող ենք ոնց ուզենանք փոփոխություններ իրականացնենք և մեր ճաշակով, նախասիրություններով արդեն գրենք բաները, ենթագրերը, ընդ որում ձախ մասում թույլատրում է, որպեսզի մենք որևէ փոփոխություն անենք, եթե ինչ-որ բառ ճիշտ չի գրվել կամ ցանկանում ենք բառը տեղափոխել, որ այլ տողից սկսվի և այլը, այս ամեն ինչը մենք կարող ենք փոփոխություններ իրականացնել և վերջում, երբ արդեն պատրաստ լինի, սեղմում ենք արտահանել կոճակին և արտահանում ենք մեր ֆայլը, արտահանել տեսանյութը ու այստեղ նշում է, թե քանի միավոր է մեզանից տանելու։ Ընդ որում նշեմ, որ այս պահի դրությամբ high speech գործիքը
անվճար է եւ օրական 1 ժամ թույլատրում է, որպեսզի մենք անվճար օգտվենք։ Այստեղ կարգավորումների նշանը կա, կարող ենք սեղմել, տեսնել ինչքան միավոր ունենք եւ որ պահեք այս հարցական նշանի վրա գրած է լինելու ձեզ մոտ, թե միջև քանիսը կարող եք անվճար օգտվել, ինձ մոտ օրինակ մայիսի 1-ն է նշում եւ եթե ինչ-որ հարցեր ունենաք օգտագործման հետ կապված, հետադարձ կապի համար իրենց սոցիալական կայքերի հղումները, հեռախոսահամարը այստեղ կգտնեք եւ կկապվեք։ Ինչպես տեսաք, տեխնոլոգիաները այսօր այնքան են զարգացել, որ կարող են ստանձնել մեր ամենալարված գործերի մի մասը։ High Speech-ը այն գործիքներից ընդամենը մեկն է, որը մենք ուսումնասիրում ենք մեր դասընթացների ժամանակ։ Եթե ցանկանում եք տիրապետել AI գործիքների, AI-ը դարձնել ձեր առօրյայի մի մասը եւ կրճատել աշխատանքային ծանրաբեռնվածությունը 70-ից 80%-ով, ապա միացեք մեր եռօրյա եւ մեկամսյա դասընթացներին։ Մենք սովորեցնում ենք, թե ինչպես դառնալ թվային ուսուցիչ եւ խնայել ձեր աշխատաժամանակը, դառնալով նորարար ուսուցիչ։ Գրանցման հղումը նկարագրության մեջ է։ Մի հապաղեք, ներդրում արեք ձեր հանգստի եւ մասնագիտական աճի մեջ։ Շնորհակալություն դիտման համար։ Կհանդիպենք դասերին, պարտադիր բաժանորդագրվեք մեր YouTube-ի ալիքին, որպեսզի բաց չթողնեք գալիք անվճար տեսահոլովակները։ Շնորհակալություն։